Rolex, Patek Philippe, Audemars Piguet, Vacheron Constantin։ Այս շվեյցարական բրենդները համարվում են լյուքս ժամագործության առաջատարները, որոնք աչքի են ընկնում բարձրակարգ որակով, մեխանիկական կատարելությամբ, հարուստ ժառանգությամբ և նորարարական դիզայնով։ Այս հոլովակում կներկայացնեմ յուրաքանչյուրի արժեհամակարգը և առավելությունները։ Սկսենք ամենահնից։ Թեև Vacheron Constantin-ը հաճախ է առաջարկում բարդ մեխանիկական լուծումներ, բրենդն առավել աչքի է ընկնում իր գեղարվեստական վարպետությամբ։ Հատկապես աչքի են ընկնում ձեռքով փորագրությունը, մինիատյուրական էմալային արվեստը և սկելետոնացված մեխանիզմների մշակումը։ Vacheron Constantin-ի ժամացույցները բացառապես ձեռագործ են մինիմալ ավտոմատացմամբ, ինչը նրանց տալիս է բարձր արժեք և բացառեկություն։ Բրենդի ամենահայտնի մոդելներն են Overseas-ը, սպորտային շքեղ ժամացույց, որը մրցակցում է Patek Philippe-ի Nautilus-ի և Audemars Piguet-ի Royal Oak-ի հետ, և Patrimony, դասական և էլեգանտ մոդել, որը մարմնավորում է Vacheron Constantin-ի ժառանգությունը։ Patek Philippe-ի ժամացույցները ևս բացառապես ձեռագործ են մինիմալ ավտոմատացմամբ։ Այն հռչակված է իր բարդ և բարձրորակ մեխանիկական մեխանիզմներով, ինչպիսիք են հավերժական օրացույցները, րոպե կրկնող համակարգերը, տուրբիլոնը և աստղագիտական ֆունկցիաները։ Patek Philippe-ը հայտնի է իր հարուստ պատմությամբ և ընկալվում է որպես ընտանեկան արժեքների և երկարաժամկետության խորհրդանիշ։ Բրենդի կարգախոսը You never actually own a Patek Philippe, you merely look after it for the next generation արտահայտում է նրա փիլիսոփայությունը։ Բրենդի ամենահայտնի մոդելներն են Nautilus-ը, սպորտային շքեղ ժամացույց, որը ունի յուրահատուկ ու թանկյուն պատյան, և Aquanaut-ը, Nautilus-ի ավելի ժամանակակից ու սպորտային տարբերակը։ Audemars Piguet շարունակաբար խախտում է ժամագործական արվեստի սահմանները, ներկայացնելով նորարարական դիզայններ։ Դրա վառ օրինակն է բրենդի ամենահայտնի մոդելը The Royal Oak-ը, որը առաջին շքեղ սպորտային ժամացույցն էր։ Ի զարմանս բոլորին, այն պատրաստված էր ոչ թե ոսկուց կամ այլ ազնիվ մետաղից, այլ չժանգոտվող պողպատից։ Բացի Royal Oak-ից, բրենդի հայտնի մոդելների շարքին են դասվում Royal Oak Offshore-ը, Core 1159-ը, ժամանակակից դասական ժամացույց, որը համադրում է ավանդական և նորարարական դիզայն, համալրված բարդ մեխանիզմներով։ Այժմ խոսենք ամենաերիտասարդ բրենդի մասին։ Rolex-ն արտադրում է հուսալի, ճշգրիտ և դիմացկուն ժամացույցներ, որոնք նախատեսված են թե առօրյա օգտագործման և թե էքստրեմալ պայմանների համար։ Rolex-ի ժամացույցները ձեռագործ են, բայց բարձր մակարդակի ավտոմատացմամբ։ Rolex-ը միակ ժամագործական ընկերությունն է, որն արտադրում է իր սեփական ոսկին և օգտագործում աշխարհի ամենաթանկ չժանգոտվող պողպատը։ Rolex-ի հայտնի մոդելներն են GMT Master Tune, 2 ժամային գոտու ֆունկցիաներով ժամացույց, որն ի սկզբանե նախատեսված էր Pan American Airways-ի օդաչուների համար։ Datejust-ը, առաջին ժամացույցը, որն ուներ ավտոմատ օրացույցի ֆունկցիա։ Day-Date-ը, առաջին ժամացույցը, որը ցույց է տալիս թե օրը, թե ամսաթիվը ամբողջությամբ։